այդ որոշմանը։ Բայց դրանից որևէ բան չեն կարող փոխեցնել իմ կարծիքով, կարող է դա մարտավարական քայլ լինի, ուղղակի տեսնելով երիտասարդության ոտնաշարը եւ վճռականությունը։ Պայքարը պիտի շարունակվի, զորակցում եմ եւ մի փոքր ասես քաղաքացիական հայրական առաջարկ, որ ի վերջո ամեն մեկը պիտի չփարփակվի իր սեփական խնդրով։ Ամեն հարց կարևոր է մեր երկրի համար, ինչպես նաեւ այս մեկը։ Մնացած բոլոր հարցերը պիտի կան հրաբարակ, մեյդան չասեմ, եւ հրաբարակը ինքը պետք է լուծում տա այդ պետականաստեղծ հարցերին, որից մեկը այսօր այս հրաբարակում որակարգ է դարձել եւ հբարդում դրան։ Պարոն Հովհաննիսյանը թեկեցին փոքրուց միացա։ Հաստորեն թե համանդրական դատարանը կասեցրեց որոշ հոդվածներ, այնուամենայնիվ գործողները շարունակում են պահել ինքնատոկոսարդը կեսաշրջանից։ Ոնց եք վերաբերվում դրան։ Բացասական։ Ես կարծում եմ, որ շատ ճշգրիտ է այս միջանկյալ որոշումը եւ հենց դրա համար է, որ այս երիտասարդությունը հավաքվել է իրավական որոշումի համար։ Դիմեք ոչ թե գազམ་ակերպիչներին, այստեղ այլ այն երիտասարդներին քաղաքացիներին, ում աբական ազդված է այս հակասահմանադրական որոշմանը։ Պարզապես իմ դերակատարումը այստեղ զորակցելն է, հպարտություն հայտնել եւ ասել, որ ի վերջո յուրաքանչյուր հարց կարեւոր է։ Պետք չէ պատրանք տածել, որ ժամանակավոր հաջողություններով մեր պետության հարցերը լուծվում են, բայց սա կարևոր քայլ է, քարը քարի վրա պիտի դնենք եւ քարերից մեկը այսօրվա պայքարն է։ Ըստ ձեզ սա նոր մեծ ալիքներ։ Մենք տեսել ենք մեծ ալիքներ եւ փոքր ալիքներ, կարևոր է, որ ալիքը մեզ բերի սահմանադրական իրավական Հայաստանի եւ ոչ մեկը չհբարտանա իր սեփական փոքր հաղթանակով, ոչ էլ շատ դխրի ժամանակավոր նահանջով։ Այս պայքարը ցույց է տալիս, որ ամենադարբեր խավեր եւ հատկապես երիտասարդությունը կարող է իր իրավունքների դերը դառնալ եւ մեր վերջի շրջանի, կարող ասեմ մեր 20 տարվա պայքարը եղել է, որ հայ ժողովուրդի Հայաստանի քաղաքացին շարքային դառնա սեփական իրավունքների դերը։ Բայց գրկնում եմ, պետք չէ ծայրահեղ լավատեսությամբ, օժտվել գիտենք որտեղ ենք ապրում, մեր սիրեցյալ հայրենիքն է, բայց պետությունը, իշխանությունը հեռու է օրինականությունից եւ ես կարծում որ այս երիտասարդների պայքարը նրա համար է, որ մենք ունենանք օրինավոր իրավական սահմանադրական երկիր, որը կվերապերի ոչ միայն այս հարցին, այլ սոցիալական, տնտեսական, երիտասարդության վերաբերող ներքին եւ արտաքին բոլոր հարցերին։